Երբ որ փետրվարի 28-ին մեկնարկեց պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև, շատերի գնահատմամբ դա կտևեր մի քանի օր ընդամենը, այնուհետև խոսք գնաց, որ դա կտևի 1 ամիս կամ մի փոքր ավել, բայց մենք տեսնում ենք, որ անգամ ապրիլյան մեմորանդումը կողմերի միջև ստորագրված չկարողացավ խաղաղության դերակատար հանդիսանալ, ավելին այս ամիս մենք տեսնում ենք, որ ինտենսիվ կերպով ռազմական գործողությունները վերսկսվել են ըստ էության, մենք նաև տեսնում ենք, որ բանակցություններ են առկա Իրանի Իսլամական Հանրապետության եւ Օմանի միջև Հորմուզի նեղուցը համատեղ վերահսկելու շուրջ, եւ եկեք փորձենք հասկանալ նախ ինչ իրավիճակ է ձեզ այդ տարածաշրջանում եւ ինչպիսի զարգացում կունենա իրադարձությունները։ Տեսեք, փետրվարի 28-ի մասին դուք խոսեցիք, արդարև դա պատերազմի առաջին օրն էր։ Այո, շատերին զարմանալի կթվա մի արձանագրում, որ անեմ, որտեղ ամեն դեպքում խոսքը գերտերության մասին է, Միացյալ Նահանգների, բայց սա պատերազմ էր, որ Թրամփը սկսեց հերիք չի ոչ իր որոշմամբ, հետներ չուներ պատերազմի ռազմավարություն, իսկ մտավ պատերազմի մեջ առանց ծրագիր ունենալու։ Իսկապես, երբ որ նայում ենք ուժային բալանսը, շատերին թվում էր, որ ոնց կարող է գերտերություն մտնի պատերազմի մեջ իրենից ավելի անամեմատ թույլ պետության հետ, որը միջազգային սանկցիաների ու մեկուսացման պայմաններում հագին հյուծված է եւ չկարողանա շատ արագ հաղթանակ տանել։ Ըստ երևույթին այդ գնահատականները նաեւ տարբեր դեդլայնների մասին Թրամփի սոցիալական ակտիվության հետևանքեր, որտեղ օրինակ եթե հիշում եք հրթիռային ծրագրերը մի քանի անգամ նա արդեն հասցրել է կործանել, հետո էլի թիրախավորել Միացյալ Նահանգների։ Պիտի շատ հստակ նկատենք, որ պատերազմը սանձազերծեց Իսրայելը եւ Իսրայելի լոբբին պարտադրեց ըստ էության Թրամփին ներքաշվել մի պատերազմի մեջ, որտեղ նա Վենեսուելա 2 կրկնելու որևէ տարբերակ չուներ։ Դրա մասին գրեթե բացահայտ խոսում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես նշելով, որ իսրայելական կողմը իր ուրույն ներգրավվածություն ուներ բանակցությունները տորպեդահարելու մեջ։ Ռուբիոն էլ մեկ այլ բան ասել, պետքարտուղար, որ էլի մատնում է, որ Միացյալ Նահանգները հարկադրված են մտել պատերազմի մեջ, նա պատերազմի առաջին օրերին ասել է, որ մտանք պատերազմի մեջ, որտեղ միևնույն է Իսրայելը թիրախավորելու էր Իրանին, հետո Իրանի կողմից հարված էր ստանալու, հետո մենք ստիպված էինք լինելու ներգրավել պատերազմի մեջ, դրա համար կանխարգելիչ հարված հասցրինք։ Այսինքն Էփստեյնի դոսիեներով եղավ, թե այլ ստվերային ազդեցության լծակներով մենք պիտի ֆիքսենք, որ գերտերության տվյալ դեպքում Միացյալ Նահանգների նախագահը պատանդ է դարձել BB-ի, Բետ Նեթանյահուի շատ ռազմատենչ խմբի ձեռքին եւ ըստ էության պատերազմը տրամաբանությամբ էլ գնաց։ Ինչ-որ փուլից ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները գիտակցեցին, որ պատերազմ այլևս շատ թանկ գին է նստում իրենց վրա։ 37 միլիարդ դոլար Ոչ միայն այդ իմաստով, տեսենք, ասենք, բարբարոսությունից զատ մինչև ապրիլ նրանք ոչինչի չասան, որովհետև ցամաքային օպերացիա սկսելու արկածախնդրությունը բարեբախտաբար չունեցան, հետո ինչ-որ փուլից հասկացան, որ նույնիսկ ցամաքային օպերացիան շատ մեծ բան չի փոխելու, եթե Թեհրանը չեն կարողանալու գրավել եւ այլն, հա։ Եվ ապրիլին կնքվեց Իսլամաբադում, կարծեմ, չէ՞, այդ Պակիստանի եւ Կատարի միջնորդությամբ կնքվեց այդ 14 կետանոց ժամանակավոր հրադադարի փաստաթուղթը։ Գիտեք, ի սկզբանե, երբ որ ես այդ փաստաթուղթը նայեցի, դա Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակների պարտություն արձանագրող փաստաթուղթ էր, որովհետև տեսեք, օրինակ պատերազմից առաջ Հորմուզի նեղուցը թեմա չէր, չէ, Իրանի եւ
Միացյալ Նահանգների բանակցությունը Բացարձակ։ պատերազմից հետո դարձավ ավելի խոշոր հաղթաթուղթ Թեհրանի ձեռքին, քան նույնիսկ միջուկային ծրագիրներ։ Եթե բանով նայենք։ Այսինքն սա պատերազմ էր, որտեղ Միացյալ Նահանգների ու Իսրայելի չհաղթելը հավասարազոր էր պարտության, Իրանի չպարտվելը հավասարազոր էր հաղթանակի։ Եվ այդ 14 կետանոց ժամանակավոր զինադադարի փաստաթուղթը հենց դրա մասն էր։ Բայց ի սկզբանե ձևակերպումների ոչ հստակությունը կամ ընդհանրականությունը ակնհայտ դարձին, օրինակ միջուկային ծրագրի շուրջ Իրանի Օրմուզի նեղուցի կառավարման հարցերում կողմերը չեն կարողանալու գալ ընդհանուր հայտարարի, որը բերելու է մի հատ իրավիճակի, որ Մերձավոր Արևելքում էլի լարվածություն բռնկվի, սենց եւ կրակեն, եւ ռմբահարեն, ձեռքի հետ էլ բանակցեն եւ այս տուրբուլենտության շրջանը շատ երկար է տևելու իմ կարծիքով, մանավանդ որ դուք զրույցի սկզբում շատ ճիշտ հիշատակեցիք, հիմա հութիների եւ սաուդիտների միջև էլ կան բախումներ, որոնց հետևանքով Կարմիր ծովի դա էլ խնդիրների առաջ է կանգնելու Մանդեպի Մանդեպի նեղուցի մասով եւ առաջանալու է շատ ավելի լուրջ ճգնաժամ։ Միացյալ Նահանգները լավ պատերազմի սցենար չունեն այս հակամարտության մեջ, այսինքն այնպես չի, որ նրանք կարող են ավելի լավ պատերազմի սցենար մշակել եւ հաջողության հասնել։ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը շատ կենսունակ դուրս եկավ իր ասիմետրիկ հարվածներով եւ այսպես թե այնպես այս պատերազմը Միացյալ Նահանգների ստրատեգիական հաղթանակով չի ավարտվել։ Սրանք գումարեք, որ Միացյալ Նահանգների հասարակության ներսում Իսրայելի նկատմամբ դժգոհություններ են առաջացել, որոնք վաղ թե ուշ էլեկտորալ դրսևորում են ստանալու, այսինքն հիմա դիմացը օրինակ կոնգրեսի ընտրություններ են